Ուրեմն 3 օր առաջ թուրք-վրացական սահմանի վրա վրացի իրավապահները ասում են, որ շինանյութ ներկրող բեռների մեջ հայտնաբերում են 196,000 կեղծ անձնագրեր։ Կեղծ անձնագիր, իհարկե որոշ աղբյուրներ ասում են, որ 196,000-ն էլ Հայաստանի Հանրապետության կեղծ անձնագրեր են, հայկական անուն ազգանուններով, ոմանք ասում են, որ դրա մի մասն է Հայաստանի Հանրապետության կեղծ անձնագիր։ Իհարկե ես հակված եմ մտածելու, որ կարող է եւ հենց այդ շուրջ 200,000-ն էլ լինի, բայց ամեն դեպքում սա փաստ է, իրողություն, որ վրացի իրավապահները հայտնաբերել են։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Ընդհանրապես Թուրքիան շատ լուրջ այդ կեղծիքների կենտրոն է դարձել շատ վաղուց վանից, այսինքն փաստաթղթերի, ի դեպ ասեմ ներողություն, 25-ից 30,000 հատ նաև հայկական ID քարտեր է տպվել կրկին հայկական անուն ազգանուններով։ Եվ նաև ես այս 2 օրը ուսումնասիրում եմ փորձագիտական շրջանակների վերլուծություն, նաև վրացական պաշտոնական մամուլը այս ամեն ինչի մասին աղաղակում է, որ այդ անձնագրերը մաքսիմալ պրոֆեսիոնալ, ասենց ճակերտավոր ասեմ պրոֆեսիոնալ, բայց մաքսիմալ լավ որակի կարողացել են կեղծել, այնպես կեղծել, որ նույնիսկ իրավապահները եւ մաքսային աշխատողների համար լուրջ խնդիր ա եղել արձանագրելը, որ դա իսկապես կեղծ է։